Կրակը քո սրտում, կոչ անձնական սրբության, Սեմի Թիփիտ։ Առաջաբան։ Դարեր շարունակ արևմտյան քաղաքակրթությունը տարածել է Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսը, սակայն այժմ բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել։ Լսում ենք Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Կորեայում և Արևելյան Եվրոպայի որոշ մասերում տեղի ունեցող հոգևոր զարթոնքների մասին։ Սակայն Արևմուտքը, որպես ամբողջություն, դուրս է մնացել այդ ազդեցությունից։ Գուցե եկեղեցին վիրավորված է մեծ քննադատներից և ռացիոնալիստներից։ Կարծես թե պայքարում ենք, բայց և խարխափում խավարում։ Երբեմն տեսնում ենք կրակի բոցեր, սակայն մոտիկից զննելիս պարզվում է, որ դրանք ոչ թե երկնային, այլ վայրենի կրակի բոցեր են։ Դա Լյութերի, Ուելսի, Մուդի, Ուայլֆիլդի կամ անցյալում մեծ արթնություն առաջ բերած մարդկանց կրակը չէ։ Ունենք տեխնոլոգիա, գիտություն, մարդկային ուժ, բայց ցավոք չունենք Աստծո այն կրակը, որ պետք է բոցավառվի Աստծո ժողովրդի սրտերում, կորած ու մեռնող աշխարհի համար։ Այս կրակն է, որ վերցնում է մակերեսայնությունը և սրբագործում Աստծո սկսած գործը մարդկանց սրտերում։ Կրակը քո սրտում գիրքը հիմնված է 3 հիմնական աղբյուրների՝ Աստվածաշնչի, պատմության և արթնության փորձառություն ունեցող մարդկանց կյանքի վրա։ 12 տարվա ծառայության ընթացքում իրական արթնություն եմ տեսել Արևելյան Եվրոպայում, Ռումինիայի տարբեր շրջաններում, նախկին Խորհրդային Միությունում և Արևելյան Գերմանիայի որոշ վայրերում։ Կրակը քո սրտում գիրքը խոսում է պարզ, մաքրագործող համարձակության և սիրո կրակի մասին։ Ես անձամբ առնչվել եմ այդ կրակի հետ, որի հուրն այժմ բոցավառվում է իմ սրտում։ Փափագս այն է, որ այդ կրակը տարածվի արևմտյան աշխարհով մեկ։ Մենք մշակել ենք բարդ տեխնոլոգիա, իսկ նրանք՝ պարզ աստվածաբանություն։ Մենք հոլիվուդյան ավետարանչությունն ենք սովորել, բայց նրանք հոգով օծված ավետարանչությունն են գործածել։ Մեր հերոսները մարզիկներ են, իսկ նրանցը նահատակներ։ Աղոթում եմ, որ Արևելքի այդ կրակը քո սրտում էլ բռնկվի։ Կրակը քո սրտում, Սեմի Թիփիտ։ Գլուխ առաջին։ Արթնության տեսիլք։ Թող Աստված ուղարկի իր հոգու կրակը և այդպես նրա սպասավորն ավելի կնմանվի իր Տիրոջը ու կսկսի ավելի խորությամբ խորհել նրա խոսքի ճշմարտացիության և ոչ թե խոսքը խոսող անձի մասին։ Թույլ տուր, որ Աստված քո մեջ իջեցնի այդ կրակը, որի ներքո ամենամեծ մեղավորները դարձի կգան։ Խայտառակ որջերում բնակվողները կփոխվեն, հարբեցողները կթողեն իրենց բաժակները, հայհոյողները կզղջան իրենց սրբապղծության համար, անառակները կհաղթեն իրենց կրքերին։ Ոսկորները հարություն կառնեն, վերստին կկենդանանան, քարե սրտերը կփոխվեն, մարմնեղեն կդառնան։ Չարլզ Սպերջեն 1973 թվականի ամառն էր, Արևելյան Բեռլինի Ալեքսանդրպլացում ավելի քան 100,000 կոմունիստ երիտասարդներ հավաքվել էին համաշխարհային փառատոնի։ Նրանց մեջ կային աշխարհի բոլոր ազգերից ներկայացուցիչներ։ Ամենուրեք երիտասարդներ էին, ոստիկաններ ու զինվորներ։ Մթնոլորտը շատ թեժ էր։ Արևը փայլում էր, օդը սառն էր, մայթերը մարդաշատ։ Ամբողջ քաղաքը հավաքվել էր տոնախմբության։ Այդ օրը կյանքիս ամենակարևոր օրերից մեկն էր լինելու։ Ամեն ինչ սկսվել էր մի տարի առաջ, երբ հանդիպել էի հովիվ Բուչին։ Արևմտյան Բեռլինում քարոզել էի մի քանի ավետարանչական ժողովներում, քանի որ կամենում էի հանդիպել Արևելյան Եվրոպայի հավատացյալների, ընկերս առաջարկեց միասին մեկնել Արևելյան Բեռլին։ Այնտեղ նա ինձ ծանոթացրեց ավագ հովվի հետ։ Հիտլերյան ռեժիմի տարիներին նա բանտարկվել էր, քանի որ հրաժարվել էր իր համայնքին կոչ անել, որ երկրպագեն ֆյուրերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա մնացել էր Արևելյան Բեռլինում, որտեղից նամակ էր ուղարկել լյութերական հովիվներին, իր գործընկերներին, աղաչելով,
չստորագրել այն փաստաթուղթը, ըստ որի կոմունիզմն աշխարհի փրկիչ անվանումն ունի։ Այդ պատճառով էլ նրան զրկել էին հովվի պաշտոնից։ Սակայն այդ հանգամանքն ամենևին էլ չխանգարեց, որ նա ավետարանը քարոզի արևելյան Գերմանիայի ժողովրդին։ Հովիվ Բուշն աղոթքի մարդ էր։ Նա սրտացավ էր իր երկրի երիտասարդների հանդեպ։ Ինձ մատնացույց անելով նա ասաց. «Երիտասարդ, հաջորդ ամռանը Բեռլինում աշխարհի բոլոր ազգերից երիտասարդներ են հավաքվելու։ Նրանց ուսուցանելու են աշխարհը աթեիզմով ու կոմունիզմով լցնելու ձևերը։ Ուզում եմ, որ սկսես աղոթել այնտեղ գալու և ավետարանը քարոզելու համար»։ Ես ցնցվեցի, բայց դա անհնար է, նրանք թույլ չեն տա, որ ես քարոզեմ։ Հովիվ Բուշը փայլատակող աչքերով պատասխանեց. «Երբեք մի ասա անհնար է։ Մարդկանց համար անհնարին է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է»։ Մատթեոս 19:26։ Այդ խոսքերը հանգիստ չտվեցին ինձ, երբ վերադարձա Միացյալ Նահանգներ։ Երկու ամերիկացի ընկերներիս պատմեցի, որ հանդիպել եմ Հովիվ Բուշին և թե ինչպես է նա ինձ արևելյան Բեռլինում կայանալիք հանրահավաքին մասնակցելու կոչ արել։ Ֆրեդ եպիսկոպոսը, Ֆրեդ Սթարքվերդը և ես սկսեցինք այդ բանի համար աղոթել և հավատով ընթանալ։ Անհնարինը հնարավոր դարձավ, Աստված դռներ բացեց ու որ ներկա լինենք այդ հավաքին։ Եվ խառնվեցինք այդ խմբին, բազում հարցեր ինձ մտահոգեցին. ինչպե՞ս կարելի է այս երիտասարդների հետ խոսակցություն սկսել Հիսուսի մասին։ Եթե Քրիստոսի մասին խոսելու առիթ ունենանք, ինչպիսի՞ն կլինի նրանց մոտեցումը, չէ՞ որ նրանք հմտացած են աթեիստական ուսմունքի մեջ։ Շուտով հայտնաբերեցինք, որ Աստծո զորությունը գերազանցում է արևելյան Եվրոպայի աթեիստ ուսուցիչների, ակտիվիստների և փիլիսոփաների զորությանը։ Երեքս էլ սկսեցինք խոսել, և մի մեծ բազմություն հավաքվեց մեր շուրջը։ Օտարերկրացիներին մեծ տեղ էին տալիս այդ տոնի օրերին, և կարծում եմ բոլորը գլխի էին ընկնում, որ գերմաներենս արևելյան Ամերիկայի առոգանությամբ է։ Մարդիկ խմբվել էին մեր շուրջը, հուսալով, թե իրենց կհաջողվի ձեռք բերել Միացյալ Նահանգների բնակիչներից որևէ մեկի ստորագրությունը կամ հասցեն։ Բոլոր երիտասարդները վզկապներ ունեին, որոնց վրա հավաքում էին տարբեր երկրների մարդկանց ստորագրություններ։ Այդժամ Տերն ինձ մի միտք տվեց։ Ընկերներիս մի կողմ քաշելով եպիսկոպոս Ֆրեդին առաջարկեցի, որ ստորագրելուց առաջ գերմաներենով գրենք. «Աստված սիրում է քեզ և հրաշալի ծրագիր ունի քո կյանքի համար»։ Ֆրեդ Սթարքվեդրը գրելու էր. «Մարդն իր մեղքի պատճառով հեռացել է այդ ծրագրից, իսկ ես որոշել էի գրել, որ Հիսուսն է մեղքի պատճառով առաջացած անդունդը կամրջելու միակ միջոցը, այնուհետև բացատրել, թե ինչպես կարելի է ընդունել Հիսուսին։ Փրկության ծրագիրը բացատրելու էինք մեր գրածով հետաքրքրվողներին։ Հենց այդ երեկո նշումներ արեցինք ավելի քան 200 վզկապի վրա։ Աստծո ներկայությունը և Սուրբ Հոգու հատուկ օծությունը շատ զգալի էր։ Գիտակից լինելով նրա զորությանը ես սկսեցի քարոզել։ Ի զարմանս ինձ կոմունիստները շատ հարցեր տվեցին և ես կարողացա պարզ ու հստակ նկարագրել Քրիստոսին տանող ճամփան։ Հաջորդ շաբաթվա ընթացքում մոտ 200 կոմունիստ երիտասարդներ հանձնվեցին Հիսուս Քրիստոսին։ Փառատոնի վերջին երեկոն այդ նորահավատները անցկացրեցին Ալեքսանդրպլացի փողոցներում կիթառ նվագելով ու Հիսուսի մասին երգելով։ Կոմունիստներն այդ հոգևոր երթը ցրելու միտումով ուղարկեցին 1000 երիտասարդ։ Պարզվեց, որ մեր թիվը 1200 էր։ Մարդիկ Ալեքսանդրպլացի փողոցներով մեկ վազելով բացականչում էին. «Ինչ ենք անելու, Հիսուսի մարդիկ գալիս են»։ Ի վերջո մենք փողոցի անկյունում բռնվեցինք, և հազարավոր պատվիրակներ վազեցին տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ես սկսեցի աղոթել։ Այդժամ Աստված պարզ խոսեց սրտիս հետ. «Դու երբեք այսքան կորսված հոգիների քարոզելու առիթ չես ունենալու»։ Թերևս սա է կյանքիդ լավագույն առիթը, որ երիտասարդ կոմունիստներին իմ մասին պատմելու հնարավորություն է ընձեռվում։
Տեր, բացականչեցի ես, քո ուժն ու զորությունն են ինձ անհրաժեշտ, իմ ուժերով ոչինչ չեմ կարող անել։